Ձեր առջևում են այսօր հետաքրքիր է լինելու։ Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը հետաքրքիր ուրբաթ խոստացավ, բայց մինչև հերթը կհասներ իր ելույթին խորհրդարանում չէին մոռացել նախորդ օրվա միջադեպը։ Նույն կուսակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն էլ ասաց, որ միջադեպը քննարկել են խմբակցությունում, բայց չեն պատրաստվում թեման օրակարգի առանցքը դարձնել։ Եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները այսպես երկար քննարկելու եւ սենց սերիալի նման զարգացումներ ապահովելու շնորհակալություն գործընկերներ։ Արամ Վարդևանյանն էլ փորձեց խորհրդարանի դահլիճում հնչած վիրավորանքների ու հակազդեցությունների սահմանը գծել։ Նրա խոսքով սխալին սխալով պատասխանելը փակ շրջան է ստեղծում, իսկ այն դահլիճը, որտեղ պետք է քաղաքական բանավեճ լինի, չպետք է վերածվի անձնական հաշիվներ մաքրելու վայրի։ Անկեղծ եմ ասում, իմ մոտ տպավորություն էր, որ ազգային ժողովի նիստերի դահլիճը զոհասեղան է, ինչ է։ Զոհասեղան է։ Մոտավոր տվեք այդ մեկ մարդուն, այսինքն եթե սա քաղաքական ամբիոն է, սա սահմանադրական մարմին է, այսինքն ոնց պետք է այդ մթնոլորտը լինի։ Ռուբեն Ռուբինյանն էլ հակադարձեց, ասելով, որ այստեղ ոչ ոքի զոհասեղանին չեն տանում, պարզապես վիրավորանքի համար ներողություն են ակնկալում։ Նախ ձեզնից ոչ ոք չի առաջարկում բերել այստեղ զոհ անել։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեցի ուլ չի, որ բերենք այստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է լրություն։ Առաջարկվում է անել պարզ բան։ Հնչելա վիրավորանք։ Թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Ի՞նչն է այստեղ անհասկանալի։ Թողնելով Էդգար Ղազարյանի թեման, խորհրդարանն ավելի քան մեկ շաբաթ է քննարկում է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Հերթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովինն էր։ Հանձնաժողովների ղեկավարների ընտրությունն ընդդիմության համար միայն պաշտոնների բաշխման հարց չէ։ Աննա Գրիգորյանը բաց տեքստով իշխանությունից պատասխան է ակնկալում։ Մերժվելու են ընդդիմության թեկնածուները, թե ոչ։ Նրա խոսքով իշխանության դիրքորոշումից էլ կախված կլինեն ընդդիմության հետագա քայլերը։ Բայց այդուամենայնիվ ՔԲ-ն ու ընդդիմությունն ազգային ժողովում համաձայնության չեկան աշխատանքն ավելի արագ կազմակերպելու հարցում։ Եթե դուք ամեն դեպքում պնդում եք, որ 6-6 քվեարկություն հնարավոր չի, այլ բան քննարկելու չունենք այստեղ։ Շատ լավ, որևէ խնդիր չկա, շարունակում ենք ոնց կա ուրեմն։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանի հարցը քննարկելու ժամանակ Նարեկ Կարապետյանը տնտեսական աճի պաշտոնական թվերը կասկածի տակ չդնելով պնդեց՝ դրա որակը խնդրահարույց է։ Նրա խոսքով վերջին տարիներին շուրջ 5 տրիլիոն դրամ տնտեսական աճի զգալի մասը ձևավորվել է պետական ու քաղաքացիների վարկերի հաշվին, մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսությունը անկում է գրանցել։ Կարապետյանը պնդեց՝ տնտեսական մոդելի արմատական փոփոխություն է անհրաժեշտ։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է Լիբանան դառնալ։ Եթե սպառողական վարկերը 18 թվականին 700 միլիարդ էին, հիմա 1.8 տրիլիոն վարկ կա կախած մեր ժողովրդի վրա։ Եթե հիպոթեկայինի գծով 8 անգամ ավել։ Մոտավորապես ամբողջ պետական, ամբողջ տնտեսական աճը, չգիտեմ, մեր հայրենակիցներին մեկը սա ներկայացրել է, թե չէ, 5 տրիլիոնից ժողովուրդ, 2.5 տրիլիոնը ժողովրդի վերցրած վարկերն է, 2.4 տրիլիոնի կարգի պետության վերցրած վարկերն է։ Այս հարցի քննարկումից հետո խորհրդարանն անցավ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցին։ Այս պաշտոնում ուժեղ Հայաստանն առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։